Ժամը 13-ն է Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Հրդեհ է բռնկվել Կոմիտաս 60 կոտորակ 2 հասցեում գտնվող շինությունում, որտեղ գործում են հանրային սննդի կետեր և այլ խանութներ, մարդկանց տարհանել են այրվող շինությունից։ Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ 11:08-ին է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ ստացել Կոմիտասի Պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհի մասին։ Հրդեհի բարդության 1 բիս կանչով դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Այս պահին ուղիղ կապ ենք հաստատում իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանի հետ, մեր նկարահանող խումբն այնտեղ է աշխատում։ Սիմոն, ողջույն, լսում եք ինձ, ինչ նորություններ կան այս պահին։ Այո, Անի, լսում եմ։ Այս պահին մենք Կոմիտասի Պողոտայում ենք, որտեղ ըստ նախնական տեղեկությունների 11:08-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով հրդեհը բռնկվել է սննդի կետերից մեկում և տարածվել է արդեն ամբողջ առևտրի կենտրոնի վրա։ Քիչ առաջ մեծ զրույցում ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հրդեհի մեծ մասն արդեն մարվել է, միայն մի քանի օջախներ են մնացել տանիքում։ Իրականում, եթե նայում ենք տեսանելիության առումով, այս պահին ծուխը շատ ավելի նոսր է, քան այն պահին մոտավորապես ժամը 12-ին, երբ մենք այստեղ էինք։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, ըստ նախնական տվյալների տուժածներ չեն եղել, որովհետև 11:08, երբ ահազանգել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն, այդ ժամին տարհանում է սկսվել եւ աշխատակիցները դուրս են բերվել շենքից։ Այս պահին կրակ կարելի ասել փողոցից չի երևում, սակայն երևում են հետևանքները, շենքի երեսպատման մի մասը այրվել կամ հալվել է, իսկ վնասների մասին խոսելը դեռ վաղ է։ Շնորհակալություն, Սիմոն։ Շնորհակալություն, որ մենք ուղիղ կապ էինք հաստատել իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանի հետ, մեր նկարահանող խումբն այնտեղ աշխատում է այս պահին, հետագա ավելի մանրամասն մեր թողարկումներում կանդրադառնանք, շարունակենք թողարկումը։ Եվս մեկ հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում, ահազանգը ստացվել է 10:58-ին այրվում էր փողոցի սննդի կետերից մեկը, հրդեհը մարվել է 11:30-ին։ Ավելի քան 3 տասնամյակի դադարից հետո առաջին անգամ ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ 15 վագոնից բաղկացած առաջին խմբականակը ավելի քան 1000 տոննա հացահատիկ, հատելով նաև վրացական սահմանը, ժամանել է Այրումի կայարան։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ մինչև 2026 թվականի հունվար այս երթուղով նախատեսվում է Հայաստան առաքել ևս 132 վագոն ցորեն։ Հայաստանի կառավարությունում սա գնահատում են որպես տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ կարևոր քայլ և փոխվստահության ամրապնդման նախաձեռնություն։ Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, այս նոր լոգիստիկ ուղին գործնական այլընտրանք է Վերին Լարսի ցամաքային ճանապարհին, որը տարիներ շարունակ խնդիրներ է ստեղծել հայկական բեռների համար։ Բեռը դիմավորելու համար Այրումի կայարան է ժամանել Գևորգ Պապոյանը և հայտարարել, որ սա միակ բեռը չի լինելու։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա Այրում կայարանում եմ և այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ, առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ, 1000 տոննա ցորեն, ռուսական ծագման ցորեն եկավ Հայաստան, որը անցել է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային ճանապարհով։ Ուզում եմ նշել, որ ևս 1000 տոննա բեռ այս պահին Ադրբեջանի տարածքում է, այս անգամ արդեն ղազախական ծագման ցորեն, որը էլի ճանապարհվում է դեպի Հայաստանի Հանրապետություն։ Վրաստանի հայ համայնքը դատապարտում է Թբիլիսիում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանության կազմակերպած համերգի անցկացումը։ Համայնքը հայտարարել է, որ սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և կոչ է արել վրացական իշխանություններին չեղարկել միջոցառումը։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում, 2-ն էլ գաղտնի է և փաստացի 1 հարց է մնում քննարկելու վարչապետին ու նախարարներին։ Գործադիրը պետական գույք օտարելու մասին որոշում է կայացրել։ Խոսքը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5 կոտորակ 3 և 5 կոտորակ 4 հասցեներում գտնվող անշարժ գույքի մասին է։ Այն կոտարվի դասական աճուրդով 2026-ի տարեվերջին կունենանք 139 կառուցված և 169 կապիտալ վերանորոգված դպրոց։ Այս մասին կառավարության նիստին
նիստի ժամանակ հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Պետական բյուջեով 300 դպրոցի 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125,4 միլիարդ դրամ։ Ծրագրի շրջանակներում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների մեկնարկման, պատշաճ իրականացման, ինչպես նաև ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով սույն նախագծով հատկացվում է 1,761,524,800 դրամ։ Միջազգային անցուդարձին անդրադառնանք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին պատրաստվել Ռուսաստանի հետ երկարատև բախման։ Ռուսաստանը ապակայունացնող ուժ կմնա Եվրոպայում և աշխարհում, նրանք պատրաստվում են երկարատև առճակատման։ Մենք չենք կարող միամիտ լինել, մենք նույնպես պետք է պատրաստ լինենք, ասել է նա ելույթ ունենալով Ռումինիայում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ֆորումում։ Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է իր արևմտյան սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին, դաշինքն էլ ընդայնում է իր նախաձեռնությունները և դրանք անվանում ռուսական ագրեսիայի զսպում։ Միջազգային լրահոսի ևս մի քանի կարևոր իրադարձության մասին մեկ տեսաշարով։ Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի հետ կապված լարվածության աճի ֆոնին խաթարվել է Բրյուսելի օդանավակայանի աշխատանքը։ Լատվիան էլ իր արևելյան սահմաններին տեղակայել է ԱԹՍ-ներ որսող համակարգեր։ Միևնույն ժամանակ Դոնեցկի ռազմավարական Պոկրովսկ քաղաքում շարունակվում են քաոսային փողոցային մարտերը։ Եվ չնայած ուկրաինացի զինվորները իրավիճակը գնահատում են դժվար, բայց ոչ կրիտիկական, նրանք ընդգծում են լրացուցիչ ուժերի անհրաժեշտությունը։ Մատակարարման ուղիները կտրել փորձող ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար։ Այս իրադարձություններին զուգահեռ հակամարտությունը ստանում է նոր, առավել վտանգավոր ընթացք, քանի որ Ռուսաստանի նախագահ Պուտինը ի պատասխան Միացյալ Նահանգների հայտարարությունների հանձնարարել է նախապատրաստվել միջուկային փորձարկումներին։ Բելգրադում շարունակվում են ցույցերը, խորհրդարանի շենքի մոտ միաժամանակ հանրահավաքի էին դուրս եկել կառավարության հազարավոր կողմնակիցներ և հակառակորդներ։ Ընդդիմադիրների բողոքի ալիքը, որը բարձրացել է 1 տարի առաջ Նովի Սադ կայարանի տանիքի փլուզման և 16 մարդու մահվան հետևանքով, կենտրոնացած է զոհերից մեկի մոր հացադուլ հայտարարած Դիանա Հրկայի շուրջ։ Ի պատասխան այս շարժմանը նախագահ Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունը կազմակերպել էր իր կողմնակիցների հզոր հակահանրահավաքը, ցուցադրելով աջակցություն իր վարած քաղաքականությանը։ Միացյալ Նահանգների և Նիգերիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կտրուկ սրվել են, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել ողջ օգնությունը և դիտարկել ռազմական միջամտության հնարավորությունը, եթե աֆրիկյան այդ երկիրը չդադարեցնի քրիստոնյաների սպանությունները։ Այս քայլը հաջորդել է Նիգերիան կրոնական ազատությունը խախտող առանձնահատուկ մտահոգություն առաջացնող երկրների ցանկում վերստին ընդգրկելուն։ Ի պատասխան Նիգերիայի կառավարությունը կտրականապես մերժել է Միացյալ Նահանգների մեղադրանքները և պնդել, որ դրանք հիմնված են ապատեղեկատվության վրա և երկիրը բախվում է ահաբեկչության, այլ ոչ թե քրիստոնյաների հետապնդումների խնդրին։ Չնայած հոկտեմբերի 10-ից ուժի մեջ մտած հրադադարին, Գազայի հատվածում շարունակվում է խորը հումանիտար ճգնաժամը, որտեղ բնակչությունը ստիպված է ապավինել անվճար ճաշարանների, ներմուծվող օգնության խիստ անբավարարության պատճառով։ Մինչ Իսրայելը և Պաղեստինյան իշխանությունները մեղադրում են միմյանց օգնության բաշխման խափանումների համար, զոհերի թիվը շարունակում է աճել նույնիսկ հրադադարի պայմաններում, գրանցվելով ավելի քան 240 նոր մահ։ Այս մարդասիրական ծանր իրավիճակի ֆոնին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մեկնել է Հռոմ, որտեղ հարգանքի տուրք մատուցելով հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի հիշատակին փորձում է դիվանագիտական աջակցություն ստանալ։ 3 տարվա բանտարկությունից հետո Իրանն ազատ է արձակել լրտեսության մեղադրանքով դատապարտված ֆրանսիացի 2 քաղաքացիների՝ Սեսիլ Քոլերին և Ժակ Պարիսին։ Թեև Թեհրանը պաշտոնապես հայտարարում է, որ դա իսլամական ներողամտության դրսևորում է, ազատ արձակումը ըստ էության տեղի է ունեցել Ֆրանսիայում իրանցի ուսանողուհուն ազատելուց հետո և դիտարկվում է որպես անուղղակի փոխանակում։ Ներկայում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատանը գտնվող ֆրանսիացիների ազատ արձակմամբ, որը նախագահ Մակրոնն անվանել է առաջին քայլ, կարծես թե ավարտին է հասնում երկու երկրների միջև փոխադարձ մեղադրանքներով ուղեկցվող երկարատև դիվանագիտական լարվածությունը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ալիևի Սևանի անվան մասին դիտարկումները բնականաբար լեզվաբանական ստուգաբանության չեն ենթարկվել։ Դա հստակ մեսիջ էր, որ իրենց պահանջները չեն վերջացել ու դեռ մի մեծ ցուցակ ունեն։ Մի խոսքով Ադրբեջանում պատմականորեն շատ հարմար շրջան է արևմտյան Ադրբեջանի շինծու թեզը առաջ մղելու համար։ Սա ընդամենը ինչ-որ փոքր հասարակական կազմակերպություն չէ, որին պետք է լուրջ չվերաբերվել։ Սա պետական աջակցություն ու ֆինանսավորում ունեցող կազմակերպություն է և այդ մասին բացահայտումներ են անում միջազգային հայտնի լրատվամիջոցները։
միջոցները։ Իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը քաղաքագետի եւ ադրբեջանագետի հետ է փորձել հասկանալ, ինչպես պետք է ոչ միայն Հայաստանը որպես պետություն, այլև մենք որպես հանրություն համարժեք արձագանքենք այս քարոզչությանը։ Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի ուրարտական քարտեզն է, իսկ սա Սևանալիճը կամ Սիուանը։ Իսկ թե որտեղից սա գիտենք, ահա այս արձանագրությունից, որը թողել է ռուսա առաջինը։ Իսկ սա 1832 թվականին քարտեզագիր Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպենիեի շրջագայությունից հետո հրապարակված քարտեզն է, որտեղ նույնպես գրված է Սևան։ Իսկ Իլհամ Ալիևը փորձում է հակափաստարկներ գտնել այս ամուր եւ ոչ քակտելի իրականությանը, պեղելով ու վկաբերելով 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները։ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանալիճ, բայց կա Գյոյչա լիճը։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը Ղարաբաղը վերաբնակեցրել է Իրանի եւ Արևելյան Անատոլիայի հայերով էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտություն։ Ալիևը պահանջներ ունի բոլորից մեր տարածաշրջանում։ Քաղաքագետի խոսքով Ադրբեջանը գոյություն ունենալու համար որդեգրել է ագրեսիվ ու էքսցենտրիկ քաղաքականություն։ Ադրբեջանը որդեգրել է ագրեսիվ ռազմավարություն, գոյություն ունենալու, ընդարձակվելու հարևան պետությունների հաշվին եւ ոչ միայն Հայաստանի, այդտեղ նրանք պահանջներ ունեն Իրանի Իսլամական Հանրապետությունից, նրանք պահանջներ ունեն նաեւ Վրաստանից, Հայաստանի մասին էլ չեմ ասում, նույնիսկ Թուրքիայից։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան նշում է, որ զարմանալի ոչինչ չկա Ալիևի ռազմավարության մեջ։ Արցախի փոխարեն սկզբից Լեռնային Ղարաբաղ անվանումը, հետո էլ ավելի կրճատեցին ուղղակի Ղարաբաղ անվանումով եւ մեծ հաշվով այստեղ զարմանալու բան չկա, հա, դա ընդհանուր այո ռազմավարության մի մաս է կազմում։ 921 թվականին պատմագիտության մեջ հայտնի Սևանի նշանավոր ճակատամարտն է, որի մասին դեպքերի ժամանակակից Հովանես Դրախտանակերտցի կաթողիկոսը գրում է. Աշոտ թագավորը Գեղարքունյաց Սովիափին ջարդեց արաբներին։ Նույն ճակատամարտի մասին Մովսես Կաղանկատվացին գրում է որպես գեղամա Ծովիափին կայացած։ 10-րդ դարի արաբ հեղինակ Ալ-Մասուդին գրում է. հայոց թագավորը հաղթեց մուսուլմաններին Բուզանդի ծովի մոտ։ Ալ-Յակուբին Ալ-Ջազիրա է անվանում, այսինքն կղզի ունեցող լիճ։ Հույն պատմիչ Կոնստանտին Պորֆիրոգենետը գեղամա լիճ։ Ում ապացուցելու կամ համոզելու, որ սա Հայաստանն է։ Արդյոք մենք ինչ-որ մեկին կարիք ունենք ապացուցելու կամ համոզելու, որ սա Հայաստանն է։ Սա ապացուցված է ոչ միայն մեր պատմությամբ, այլև իրենց ժամանակների կայսրությունների պատմությամբ։ Վերջին տարիներին Ադրբեջանն արշավ է սկսել նվիրված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան նախաձեռնությանը, որով Բաքուն նկատի է առնում ոչ թե իր սեփական տարածքը, այլ Հայաստանի զգալի մասը կամ ամբողջ տարածքը։ Օսի մեդիան բացահայտել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել ու ֆինանսավորել է Արևմտյան Ադրբեջան նարատիվի միջազգային տարածումը մարդասիրականի քողի տակ պատրաստելով հող հայկական տարածքների նկատմամբ պահանջների համար։ Արշավը ներկայացվում է իբրև մարդասիրական ջանք աջակցելու Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին։ Սակայն ժամանակի ընթացքում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդված հաղորդակցման ռազմավարության, որը Բաքուն պարբերաբար օգտագործում է որպես քարոզչական գործիք։ Իդեպ ոչ միջնադարյան, ոչ նոր շրջանի քարտեզներում կամ փաստաթղթերում, նույնիսկ ռուսական կայսրության մայրամուտին տպագրված քարտեզներում Արևմտյան Ադրբեջան տերմինը չի հանդիպում։ Դա քաղաքականորեն եւ ադրբեջանական իշխանության հորինած ու նոր ստեղծված ձևակերպում է։ Ռեթեկները բացվում էին 22 թվականին, 21-22 թվականին, հա, պաշտոնական այդ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը բացմանը այդ շենքի ներկա եղել Իլհամ Ալիևը։ Մեծ, երկար, բովանդակալից ելույթ է ունեցել, ներկայացնելով այդ ամբողջ կոնցեպտը որպես պետական ծրագիր տասնամյակների։ Փորձագետների խոսքով այս քարոզչությունը Ադրբեջանը տարիներ շարունակ աթեցնում է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի ականջին։ Բայց ասում են նրանք ժամանակն է փոխել դիրքերը, ոչ թե պաշտպանվել, այլ նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը։ Վերջապես մեր թիկունքում հազարամյակների պատմություն ու անհերքելի փաստեր են։ Մոնիկա Հայրոյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։
Եվ թողարկման վերջում անցած մեկ օրում երկրում բացահայտվել է 133 հանցագործություն ոստիկանության ամփոփագրի համաձայն արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 19, մարմնական վնասվածք պատճառելու 12, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 6, համակարգչային հափշտակության 2 դեպք։ Բացահայտվել է նաև կողոպուտի, խուլիգանության, ծառերը թփերը ապօրինի հատելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել 3-ը, անցած մեկ օրում գրանցվել է 20 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 20-ը վնասվածք ստացել։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ չեմ տալիս, կհանդիպենք մեր հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։